Տասնամյակներ շարունակ ես պայքարում եմ Իրանում միջուկային զենք ստեղծելու դեմ։ Դա իմ կյանքի առաքելությունն է։ Հայրիկ, հայրիկ, իմ սիրելի հայրիկ, արի մոտս, ինչու ես ինձ լքում, ինչու ես գնում։ Ինձ համար այս հրադադարն արժեք չունի, նրանք բոլորը ստում են։ Լիբանան ինչ կուզի կստորագրի, դա ինձ կօգնի։ Պայմանագրով, թե առանց դրա Իրանը չի ունենա ատոմային զենք, դա է Իսրայելի պահանջը, որը պարտադիր ի կատար կացվի, այդ է պնդել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարի նախնական համաձայնությունը։ Տասնամյակներ շարունակ ես պայքարում եմ Իրանում միջուկային զենք ստեղծելու դեմ։ Դա իմ կյանքի առաքելությունն է։ Այդպես է այսօր, այդպես կլինի վաղը։ Ոչ այսօր, ոչ վաղը միջուկային զենք Իրանում չի լինի։ Քանի դեռ ես եմ Իսրայելի վարչապետը, չի լինի։ Իրանի զինանոցում ատոմային ռումբի հնարավորությունը Իսրայելում գոյութենական վտանգ են համարում եւ չեն կասկածում, որ ծայրահեղ պարագային այաթոլլաների վարչակարգը կփորձի միջուկային հարված հասցնել, ինչի համար պետք է երկու բաղադրիչ՝ ատոմային ռումբ եւ այն փոխադրող հրթիռ։ Իսրայելում համոզվել են, որ երկրորդը արդեն կա, ուստի անհրաժեշտ է ամեն գնով կանխել առաջինի ստեղծումը։ Մերձավոր Արևելքում պատերազմների հիմնական պատճառը պաղեստինցիների վտարումն է իրենց հողից եւ դրա վրա հրեից պետության ստեղծումը։ Արաբական տարբեր երկրների հետ իր բարդ խնդիրներն ունեցող Թեհրանը քաղաքական եւ ռազմական օգնություն է տրամադրում Իսրայելի դեմ պայքարող արաբական խմբերին, այդ թվում ահաբեկչական այնպիսի կառույցներին, ինչպիսիք են Համասը եւ Հեզբոլլահը։ Եվ հենց դա է ի վերջո հանգեցրել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ պատերազմներին։ Մինչդեռ բոլոր պատերազմներից նախ եւ առաջ շարքային մարտիկ են տուժում։ Այս խեղճ աղջնակի ողբը չի մոռացվում։ Գազայի Շեյխ Ռադվան թաղամաս, իսրայելցիների հերթական հարվածի սարսափելի հետևանքը։ 7 տարեկան Զեյնա Ալ-Հաբիլը կորցրել է հիվանդանոցում բուժակ աշխատող հորը Մոհամմադ Ալ-Հաբիլին եւ 5 տարեկան եղբորը Մուսային։ Հայրիկ, հայրիկ, իմ սիրելի հայրիկ, արի մոտս, ինչու ես ինձ լքում, ինչու ես գնում։ Վեր կաց, հայրիկ, դե վեր կաց։ Նա փռվում է հոր անշարժ մարմնի վրա, համբուրում նրա սառը այտերը, ճակատը, բռնում է ուսերից, որ չտանեն հուղարկավորելու։ Ես իմ պապային եմ ուզում, ճչում է Զեյնան։ Սգավոր ազգական, հարևան ոչ ոք չունի աղջնակին մխիթարելու հնարավորություն, եւ նա դեռ պետք է ըմբռնի, որ պստիկ եղբորն է կորցրել։ Սա է պատերազմ անունով անեծքը։ Զոհված պաղեստինցիների թիվը արդեն գերազանցել է 73,000-ը։ Կհաջողվի արդյոք հրադադար հաստատել Իսրայելի եւ Լիբանանի միջև։ Երկու երկրներում էլ թերահավատ են։ Ալի Նասեր Հադաթան Լիբանանի հարավից է։ Նա ոչ մեկին չի հավատում։ Ինձ համար այս հրադադարն արժեք չունի, նրանք բոլորը ստում են։ Ամերիկան, Իսրայելը մեկ է, խաբում են աշխարհին, խոսում են հրադադարից, հետո հարվածում։ Առանձնապես խանդավառված չեն նաև Իսրայելում։ Յաել Բրոդին Լիբանանի հետ սահմանին գտնվող Մետուլա ավանից է, ողջունում է երկխոսությունը, սակայն ընդգծում, որ Լիբանանը եւ Հեզբոլլահը տարբեր բաներ են։ Լիբանանը պատասխանատու չէ Հեզբոլլահի համար, չի հսկում դրան։ Լիբանան ինչ կուզի կստորագրի, դա ինձ կօգնի։ Նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մինչև ուրբաթ օրը հրապարակել Իրանի հետ նախնական համաձայնագրի տեքստը, որը հետագայում պաշտոնապես կստորագրվի Ժնևում։ Ըստ դրա, կողմերը կավարտեն պատերազմը, կհամաձայնեցնեն միջուկային խնդիրը եւ կբացեն Հորմուզի նեղուցը։ Իսրայելը պնդել է, որ չի հեռանա Լիբանանի հարավից։